Բարև ձեզ, Արար YouTube-ի անալիքի եթերում հայրենիք կիրակնօրյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, նախ կուզենամ նախորդ շաբաթվա իրադարձությունները մինչ անդրադառնալը անդրադարձ ունենամ պաշտոնական այցին, որը տեղի ունեցավ այս շաբաթ եւ մենք տեսանք, որ պաշտոնական այցով վարչապետը մեկնեց Ղազախստան։ Ինչ կտա այդ հարաբերությունները մեզ։ Գիտեք, սովորաբար շատ լավ է, որ որևէ երկրի ղեկավար գնում է մի այլ երկիր եւ հարաբերություններ են հաստատվում կամ ինչ-որ շքանշաններ են տալիս, մրցանակներ են ստանում, այսինքն գնահատվում է ինչ-որ բան մի պետության կողմից մի այլ պետության նկատմամբ։ Դա շատ լավ է, նորմալ է, եթե այսպես ասենք ստանդարտ իրավիճակ է։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեր երկրի ղեկավարի այցը Ղազախստան, սա հետաքրքրական է, որովհետև նայեք, թեկուզ հենց նա, որ եւ Ղազախստանը եւ Հայաստանը գտնվում են մի ռազմական բանի մեջ, համաձայնագրի մեջ, այսինքն հապկի շրջանակներում եւ մենք հիշում ենք այն պահվածքը, որ ունեցավ Ղազախստանը որպես պետություն Հայաստանի նկատմամբ Արցախի հարցում եւ այլն։ Մյուսը նա, որ Արցախի նկատմամբ այդ ըստ էության էթնիկ զտումները եւ ցեղասպանական գործունեությունը, որը ծավալեց Ադրբեջանը եւ մեր հայրենակիցները ստիպված փախան ուղակի Արցախից եւ հազիվ հասան մազապուրց եղած հասան, այսպես ասենք, Հայաստանի Հանրապետություն, այդ նույն տարածքներում Ղազախստանի ղեկավարությունը շատ ուրախ շնորհավորում էր, այցելում էր Ստեփանակերտ, Արցախի տարածք եւ այնտեղ իրար շնորհավորում էին եւ այլն։ Այսինքն այդ առումով ես չեմ կարծում, որ իրանք մեր հանդեպ բարեկամական երկիր են, ավելի շատ իրանք մեր հակառակորդ երկրի բարեկամներն են եւ իրանք փորձը ցույց է տվել, որ այդպես է եւ պետք է ուղղակի գործին նայել, որտեղ խոսքերին, այլ գործերին։ Գործերով իրանք մեզ բարեկամ երկիր չեն, չեմ ուզում ասել թշնամի, բայց բարեկամ երկիր չեն։ Այլ բան է, որ սա մի նոր խաղի սկիզբ է, որի մեջ մենք խաղացող չենք եւ որքան ես հասկանում եմ, մեր վրա են խաղում։ Դա հետևեց այն բանին, երբ որ միջինասիական հանրապետությունները, պետությունների ղեկավարները գնացին Միացյալ Նահանգներ եւ հյուրընկալվեցին Տրամպին, դրանից հետո վերադարձան ու սկսեցին այս գործողությունները, սա ես կարծում եմ, որ իրար հետ կապված բաներ են։ Իհարկե հետո կերևա այդ ամեն ինչը։ Այն երկրները, որոնք ըստ էության մեր խնդրի ժամանակ, մեր պատերազմի ժամանակ մեր կողքը չեն եղել, մեզ չեն աջակցել, հիմա ինչ-որ հանկարծ որոշել են, որ մեզ ոգևորեն, ինչ-որ շքանշաններ տան եւ այլն, լավ բաներ ասեն, բան, հիմա եթե մենք մեր հիշողությունը կարճ է, դրանից մենք ավելի լավ վիճակում չենք հայտնվելու։ Հետևաբար պետք է շատ ռեալ նայել իրադարձություններին եւ ռեալ գնահատել իրավիճակը ու հասկանալ որտեղ է մեր շահերը, որ երկրների հետ մենք պետք է իրական բարեկամություն անենք եւ ում հետ պետք է ուղղակի որոշակի հեռավորություն պահել։ Ամեն դեպքում հայ ազգը եւ Հայաստանը, հայ ժողովուրդը այն աստիճանի ընկած չի, որ ազգեր, որոնց պատմությունը շատ մոտ ժամանակներս է ձևավորվել, ոգևորվի նրանից, որ իրանք ինչ-որ մեզ բաներ են տալիս։ Առանց վիրավորելու այդ ազգերին ուղղակի պատմությունն է այդպիսին, մենք չենք կարող պատմությունը փոխել։
եւ ասենք երբ որ մեր երկրի ներկայացին այնտեղ ներկայացնում են իրենց պատմությունը, որ երեք չեմ իսօրվա ինչ որ հագուստներ են ցույց տալիս եւ տարբեր տեսակի վրաններ, մենք պետք է հասկանանք, որ մենք ինչ խորը պատմություն ունենք եւ պատմությունից հրաժարվելը այնքան էլ լավ տեսակետ չի եւ արժի, որ այդ ամեն ինչը վերանայել եւ գնալ ավելի ճիշտ ճանապարհով։ Մեզ իրական արժեքներ կան եւ իրական արժեքներ ունեցող երկրներ կան, որոնք մեզ շատ սրտաբաց կընդունեն։ Տեսեք, միշտ մենք խոսում ենք հարաբերությունների մասին, դուք շատ տեղին նշեցիք նաեւ պատմամշակութային արժեքների մասին, որոնք մենք տեսնում ենք ակնհայտորեն այսօր Ադրբեջանի կողմից ոչնչացվում է Արցախում եւ կարծես թե այս կողմից հերթական անգամ լռություն է։ Մենք սովոր ենք օտարինը գնահատել մերը։ Այո, ճիշտ է։ Ուր է գնում։ Շատ ճիշտ է, շատ հենց այդ հարցը պետք է շատ լուրջ նայվի, որովհետեւ մշակութային արժեքները, որոնք գտնվում են պատմամշակութային արժեքները, որոնք գտնվում են այսօր Ադրբեջանի տիրապետության տակ, որքան էլ որ այն ժամանակավոր լինի, այդ արժեքները վնասելու համար ժամկետ չկա։ Եթե այսօր վնասում են, քանդում են, ոչնչացնում են, մենք վաղը չեմ իսօր դա չենք ունենալու։ Եվ մեր աչքի առաջ պատմության ժողովրդի եւ համաշխարհային հասարակության աչքի առաջ ուղղակի ոչնչացվում է մեր պատմությունը, մեր մշակութային արժեքները։ Այդ մասով քար լռություն է եւ ես չգիտեմ ինչի մեր պետական մարմինները այդ մասին չեն բարձրաձայնում, չեն խոսում այդ մասին եւ այսպես վախվորած ինչ որ ամեն ինչին միշտ հարմարվող եւ ստացվում է այս ամբողջ ազգերի մեջ ամենահարմարվող ազգը հայերն են եւ ամեն ինչ պետքա զիջել, որպեսզի ընդամենը ողջ մնանք եւ որպես մարդ ուղղակի շնչենք, արտաշնչենք եւ ապրենք։ Հետեւաբար հարց առաջանում, որ այդ կարգի մարդիկ, այդ կարգի ազգեր ում են պետք ընդհանրապես։ Տեսեք, դուք լավ եք նշում, որ չի բարձրաձայնվում լռություն է կար, բայց մենք տեսնում ենք թիմ ընտրություններում, երբ հաղթում են, իշխող թևը բարձրաձայնում է դրա մասին եւ իր հաղթանակն է տոնում, սա ինչ կարելի է արձանագրել ու հետեւություն անել, այսինքն մենք մնացել ենք այն աստիճանի, որ մանր հաղթանակները մեզ համար այդքան կարեւոր են դարձել։ Ցավոք սրտի այդպես է, ցավոք սրտի այդպես է եւ այն քաղաքական ուժը, որը անընդհատ շեշտում է, որ ինքը ունի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում բազմաթիվ տեղեր պարտվելուց հետո միտեղ ինչ որ որոշակի հաջողություն են ունեցել, ընդ որում եթե այտենց մեծ հաշվով մի փոքր վերլուծություն անենք, դա այնքան էլ հաղթանակ չի, որովհետեւ եթե քեզ ձայն տվողներին եւ քեզ ձայն չտվողների ընդհանուր թիվը իրար հետ համեմատենք, կստացվի, որ ձեզ ընդամենը 1-2% են ավել տվել եւ ոչ ավել։ Եվ ընդհանուր մասնակիցների թիվն էլ եթե համեմատենք, կտեսնենք, որ բացարձակ մեծամասնությունը չի մասնակցել ընտրություններին։ Սա ուղղակի չգիտեմ ինչի համար են իրանք ցույց տալիս։ Կանի ըստ ձեզ ընդդիմությունը այս ընտրություններից հետո ինչ որ բան հետևություն անելու։ Ես կուզեի, որ ընդդիմությունը սրանից հետևություններ աներ, կուզեի նաև որ իշխանությունը հետևություն աներ սրանից, որովհետև երկու դեպքում էլ լավ չի, երբ որ մեկը մի փոքրիկ ամբողջ պետական համակարգը մի փոքր համայնքում օգտագործել եւ ունենալ 1-2%-ի տարբերություն, չեմ կարծում որ ուրախանալու առիթ է տալիս, ավելի շուտ մտածելու առիթ է տալիս եւ պետքա մտածել այդ ուղղությամբ, որովհետեւ այդ հաղթանակը կարա շատ վտանգավոր հաղթանակ լինի եւ արդյունքում հետո պարտվեց իրենց տեսանկյունից եմ ասում։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ընդդիմությունը պետք է հասկանա, որ այն հին նախնադարյան մեթոդներով, որոնք աշխատում են, այլևս չեն աշխատում։ Եվ այսօրվա իշխանությունների միակ առավելությունը նա է, որ այս իշխանությունները հասկացել են եւ որոշակի առումով տիրապետում են նոր տեխնոլոգիաներին։ Ընդդիմությունը այդպես էլ չի հասկացել, որ նոր տեխնոլոգիաներով պետք է աշխատել,
Չնայած նրան, որ անդադ խոսում են, որ ինչ-որ իրանք գիտեն, իրանք պատկերացնում են, իրանք հասկանում են նոր տեխնոլոգիաները, բայց չգիտես ինչի չեն օգտագործում այդ նոր տեխնոլոգիաները։ Եվ ստացվում է, որ այսպիսի պարտություններ են կրում։ Մեծ հաշվով ուրախանալու ոչինչ չկա։ Գիտեք, մեր քաղաքական ուժը, մեր կուսակցությունը այդ մասին մշտապես խոսում է, եւ ցավոք սրտի ես չեմ տեսնում այլ քաղաքական կուսակցություն, որ նմանատիպ վերաբերմունք ունենա այս տեղական ընտրություններին, որովհետեւ ինքը ի սկզբանե սահմանադրական սխալ է եւ չի կարելի տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքականացնել։ Ինչ իմաստ ունի, մենք նորից սրա մասին խոսենք, երևի թե անդադ պետք է ասել, որ մարդիկ հասկանան։ Իմաստները ակնհայտ են, որպեսզի ռեսուրսներ ունենան հետագայում։ Նայեք, հետագա լծակներ ունենան գործելու։ Նայեք, տեսեք, եթե տրամաբանության մեջ նայենք, ոչ մեկը իրավունք չունի պետական լծակը օգտագործի քաղաքական նպատակներով, չէ՞։ Այդպես է կարգը։ Ամենայն դեպս պետական լծակները չարաշահելը դա հանցագործություն է, որի համար պետք է պատժվել։ Հիմա տեսեք, մենք օրենքով ձևակերպել ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին պետք է մասնակցեն միայն քաղաքական կուսակցությունները։ Քաղաքական կուսակցություն նշանակում է քաղաքական process։ Քաղաքական process-ը մտցնում ենք տեղական ինքնակառավարման մարմիններ, որ ինչ անենք։ Այսինքն, եթե քաղաքական ուժը գալիս է տեղական մարմին, ինքնակառավարման մարմին, ինքը այնտեղ օրենքը արգելում է զբաղվել քաղաքական process-ներով, օրենքը ասում է տեղական խնդիրներով պետք է զբաղվել, իսկ տեղական խնդիրների ընթացքում քաղաքականություն պետք չի անել։ Այնտեղ պետք է որոշել, օրինակ, աղբը ոնց պետք է թափել, փողոցները ոնց պետք է բարեկարգել։ Դրա համար հեչ պետք չի գաղափարական ինչ-որ քաղաքական կուսակցություն լինես, որ որոշես, թե աղբը որ դրոշի տակ է թափում կամ փողոցները ոնց է բարեկարգում։ Դա բոլորին պետք է եւ դա պետք է քաղաքականությունից դուրս անել։ Օրենքը հենց այդպես էլ ասում է։ Հիմա եթե մենք այս հակասությունը չենք լուծում, անընդհատ ստացվելու է այսպես, որ ցանկացած փոքր ընտրություն դառնալու է քաղաքական ուժերի մրցելու տեղ, իրանք ոչ թե խոսալու են այդ համայնքներում ինքնակառավարման այդ process-ը խորացնելու, բարելավելու քաղաքացիների կյանքը, մեր հասարակության համայնքի բնակիչների կյանքը, իրանք գնալու են քաղաքական թեմաներով խոսեն։ Դրա համար ստեղծված է պարլամենտ։ Պարլամենտում պիտի քաղաքական ուժերը մասնակցեն եւ իրենց ծրագրերը բերեն, որտեղ քաղաքական մարմինը պարլամենտն է։ Հիմա այս հարցը պետք է լուծել։ Սա շատ սխալ է եղել, որ սահմանադրության մեջ այդպես են արել, ով արել է շատ սխալ բան արել, կամ հասկացել է, չի հասկացել դա արել է, կամ հասկանալով արել, որը շատ ավելի վտանգավոր է։ Հետևաբար պետք է սահմանադրությունը բարեփոխել։ Ակնհայտ է, դա փաստ է, պետք է բարեփոխել, հանել տեղական մարմիններից կուսակցությունների մասնակցությունը, այսինքն չդարձնել քաղաքական։ Պետք է ձևավորվեն անհատներով։ Այնտեղ պետք չի որ քաղաքական ուժերը, քաղաքական կուսակցությունները գան իրենց քաղաքականությունը թելադրեն հասարակությանը։ Մարդիկ էլ միևնույնն է քվեարկում են անհատների հետ կապված։ Բայց մենք տեսնում ենք իշխող թևը դա գրված լինի օրենքով թե ոչ, նույնիսկ արգելված տեղերում բանեցնում է իր քաղաքականությունը, խոսքը եկեղեցու մասին է, մենք տեսանք, որ վարչապետը լրագրողների հետ հարցազրույցում պատասխանեց, որ հարցոպատասխանի ժամանակ ասաց, որ սա եւս մի ազդակ էր, որ մենք եկեղեցին պետք է մաքրենք եւ այլն։ Այս ընտրությունները կապեց նաեւ դրա հետ։ Այսինքն միտեղ, որտեղ քաղաքականություն չպիտի գործեր, այսօր խոսվում է դրա մասին հստակ։ Շատ մտահոգիչ է, որ երկրի ղեկավարը, որը բոլորի ղեկավարն է, այդ տեսակ միտք է արտահայտում։ Ինչ որ մի փոքր համայնքում շատ չնչին առավելություն ունենալով, սա դարձնում են իրենց համար պլատֆորմ եւ ասում են, որ համայն հայության կաթողիկոսին հոգևոր առաջնորդին, որի նստավայրը ընդհանրապես աշխարհագրորեն գտնվում է Էջմիածնում, այդ մի քանի տոկոս, 1-2% ունենալով, ասում է, որ դա, այսպես ասենք, ազդակ էր, որ պետք է վեհափառ հայրապետին փոխել։ Հասկանում եք ինչ անտրամաբանական խոսակցություն է սա։
ամբողջ հայության խորհրդանիշը ամենայն հայոց վեհապար հայրապետը, որը նստում է աշխարհագրորեն էջմիածնում։ Դուք մի հատ փոքր համայնքում չնչին հարաբերություն ունենալով ասում եք սա ազդակ է։ Այսինքն այդ ենթադրենք դուք հավաքել եք 51%, մյուսները հավաքել են 49%։ Սա ազդակ է, որ պետք է փոխել։ Բա հասարակության այն մասը, որը չի ընդունում այդ փաստը ըստ էության ձեր տրամաբանությամբ։ Իմ տրամաբանությամբ ընդհանրապես դա կապ չունի այդ ամեն ինչի հետ։ Բայց եթե դուք այդպես եք մատուցում, ստացվում է դուք պառակտում եք հասարակությանը, հա։ Այսինքն ում է պետք ձեր լուծումը, երբ որ դուք ընդամենը 1%-ի տարբերությամբ դուք 51 եք, նրանք 49, այսինքն ստացվում է ըստ էության 50-50, դուք պառակտում եք հիմա հասարակությանը։ Եթե օրինակ, ասենք, ենթադրենք, այսպես պատկերացնենք, որ փոխում եք կաթողիկոսին, գալիս է մեկը, որին այն 50-ը չի ընդունում։ Ինչ է ստացվում, այսինքն դուք ինչ արեցիք։ Այդ շատ կոպիտ համեմատություն կա, որ մշտապես ժողովուրդը այդ մասին խոսում է, այսպեսի մի բան կա, ասում է, քյաչալ հասան, թե հասան քյաչալ տարբերությունը ո՞րն առնելու ըստ էության։ Դուք նույն բանն եք անում, ոչ մի տարբերություն չկա, ընդամենը փորձում եք այն մարդը, որը ձեր մարդը չի, ըստ ձեր տրամաբանության, հանեք, դնեք ձեր մարդուն։ Դուք չեք ուզում իրավիճակը փոխեք։ Ուզում եմ ձեզ մի հարց ուղղել։ Հետևություն ինչու եմ ասում, որ արեցինք արդյոք ընդդիմությունը թե ոչ, այս պարագայում ի վերջո միասնության մասին շատ հաճախ ենք խոսում։ Ընդդիմությունը սրանից հետևություն չի անում, որ պետք է միասնական հարթակով գնալ։ Պարզապես դուք պարբերաբար խոսում եք դրա մասին, Համերաշխություն կուսակցությունը բավականին երկար ժամանակ այդ գործընթացի սկիզբնում մեկնարկը դրել է, եւ հիմա մենք տեսնում ենք նոր ազդակներ, նոր կուսակցություններ նաև, որ խոսում են դրա մասին։ Արդյոք ժամանակը չէ այսուհետ հետևություն անել եւ միասնական գնալ եկող ընտրություններին սպասվելիք։ Դուք շատ ճիշտ եք, Համերաշխություն կուսակցությունը այդ կոնկրետ գործողություններ առաջարկում, ծրագրեր առաջարկում, ինչի շուրջ պետքա հավաքվել եւ ոնց պետքա այդ միասնությունը ապահովել։ Մենք շատ վաղուց ենք հասկացել, որ միասնությունն է միայն փրկությունը եւ միասնությունը նաեւ համազգային միասնության մասին է։ Այդ համազգային միասնությունը մենք լարմած ծրագրով ներկայացրել ենք եւ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, մեր ազգը տարբեր երկրներում, մեր հասարակության տարբեր հատվածներում այդ կամաց այդ գաղափարը սկսում է ընդունել։ Մենք շատ ուրախ ենք եւ շատ ողջունելի է, որ քաղաքական ուժերն են սկսել հասկանալ, ընդ որում գիտեք, նոր ուժերն են այդ մասին խոսում, որոնք նոր են ձևավորվել, նոր են մտել քաղաքական process-ների մեջ, եւ շատ լավ է, որ տեսնում են առաջի հայացքից հասկանում են, թե ինչա պետք անել։ Գուցե իրանք էլ են այդպես մտածում։ Այն հները, ինչ եմ ասում, որ մնացել են նախկին գործնեության մեջ, չեն կարողանում պատկերացնել, որ պետք է ամբիցիաները դնել մի կողմ ու հավաքվել օրակարգի շուրջ, որը կլինի վերկուսակցական, ինքը կուսակցական մարմին չի լինել, ինքը վերկուսակցական անելու։ Կուսակցությունները բոլորը պետք է ծառայեն այդ վեհ գաղափարին։ Հիմա որ կուսակցությունը հասկանում է դա, որ քաղաքական հոսանքը հասկանում է, դա շատ լավ է։ Եվ գուցե հետո էլ հասկանան, որ այդ ամեն ինչ արդեն ստեղծված է, պետք է միանալ դրան։ Ոչ թե ասել ես նորից հեծանիվ պետք չի ստեղծել, այդ արդեն ստեղծված է։ Հետևաբար պետք է միանալ դրան։ Այդ առումով ես այսքանը կուզեմ ասել, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք դա չեն պատկերացնում, եւ իրանց թվում է, որ հասարակությանը հանել փողոց եւ ընդվզել, իհարկե դա էլ է գործնեություն, դա էլ պետք է անել, բայց դա հիմնականը չի։ Դա գործողությունները, որոնք պետք է ուղղակի կողքից լինեն եւ ապահովեն այն հիմնական գործողությունը, որի մասին մենք խոսում ենք անընդհատ։ Եվ կարծում եմ քաղաքական ուժերը, որքան որ մոտենա ընտրությունները, այդքան ավելի շատ են հասկանալու, խոսելու եւ Աստված տա մեր ազգին իմաստություն, որ այն ինչ որ ստեղծված է, այդ ամեն ինչը օգտագործեն այդ նպատակի համար, որովհետեւ այն ինչ որ կա, այն ինչ որ մեր հայրենակիցը ցավոք սրտի, որը մեզնից հեռացավ ֆիզիկապես մեր հետ չի, մեր հայրենակիցը ստեղծել է լարմասի գաղափարը եւ
այդ ստեղծել է բոլորի համար, մենակ մեր համար չի ստեղծել։ Պարզապես մենք շատ ակտիվ ենք այդ գործի մեջ մտած։ Ես կոչ կանեի բոլոր քաղաքական ուժերին, ովքեր որ իրապես ուզում են որ երկրում բան փոխվի, կապ հաստատեն մեր հետ, քննարկեն, մենք իրանց բացատրենք, թող իրանք որոշեն անելիքը որն է։ Մենք այդ առումով շատ հանգիստ ենք։ Պարզապես մեզ մոտ ստացվում է մի այնպիսի մշակույթ, երբ արդյունքն է վրա հասնում, վատ նոր ենք հետևություն անում։ Միջև արդյունքի վրա հասնելը միգուցե ժամանակն է արդեն հետևություն անելու։ Լավ, ինչևէ, ուզում եմ անդրադարձ ունենալ նաև վարչապետի մեկ այն խոսքին, որ այսօր հարկային դաշտում տերոր է տեղի ունենում, նման արտահայտություն հնչեց, թեև վարչապետը դա հետագայում հերքեց, ասելով, որ դա քննարկվում է եւ մենք այսօր տնտեսվարողների համար այնպիսի միջավայր ենք ստեղծում, որ բարվոք լինի եւ այլն։ Ինչ կարծիք ունեք դուք սրա շուրջ։ Նայեք, իրապես հիմա եթե վերցնենք ընդհանուր տնտեսական դաշտը, այս տեսակ հարկային մարմինների, ավելի շուտ ոչ հարկային մարմինների, ավելի շատ քննչական կոմիտե եւ այլ այդ տեսակ մարմին, այսինքն ուժային կառույցները, որոնց ուղղակի բոլորին այսպես բաց են թողել բաների վրա, տնտեսվարողների վրա, ու նույնիսկ հարկային տեսությունը զարմացած է, որովհետեւ իրանք հասկանում են, որ դա այդպես չի կարողանի։ Չեք կարող էլի գալ մարդու վրա ինչ-որ մի հատ թիվ գրել, հետո կանչել ուժային լծակով ճնշել, որպեսզի մարդը վախենալով բերի ինչ-որ գումար մուծի, հետո ասեք, որ հարկայինը որ հետո ստուգի, պարզվի, որ այդ գումարի չափը չի ձեր չափը, մենք այդ գումարը հետ կտանք ձեզ։ Դուք պատկերացնում եք ինչ մակարդակի է այս ամեն ինչը, եւ շատ լավ է, որ գոնե այս իշխանության մեջ կան ինչ-որ մարդիկ, որոնք հասկանում են, որ այս ամեն ինչը շատ վտանգավոր բանի է բերելու, որովհետև եթե դուք ստիպում եք անօրինական ձևով մարդկանց ձեռքից գումարներ եք վերցնում եւ այդ մարդկանց բիզնեսին վնասում եք, ընդ որում ոչ մի բան հաշվի չեն առնում, որ փչացող ապրանքներ են, բան են եւ այլն, ոչինչ հաշվի չեն առնում, մարդկանց միլիոնավոր դոլարների վնասներ են տալիս, հետո էլ որևէ մեկը դրա համար պատասխան չի տալիս։ Հետո այդ բիզնեսմենը ինչ պետք է անի, այդ բիզնեսմենը փակելու է այդ բիզնեսը, թողի հեռանա երկրից։ Այսինքն այն տրամաբանությունը, որ գործում է այսօր մեր պետական որոշ մարմինների մոտ, որ իբր թե վախացնենք, ձեռքներից փող վերցնենք, այդ փողը, այդ գումարը հետո կճշտվի, այսինքն իրականում դա տենց էր, թե տենց չի, հետո եթե հանգարց սխալ լինի, մենք այդ գումարը հետ կտանք ու վերջ։ Դուք պատկերացնում եք ինչ տրամաբանություն է աշխատում այսօր։ Բազմաթիվ տնտեսվարողներ են բողոքում։ Մարդիկ ասում են խայտառակություն է, լրիվ խայտառակություն։ Ու այս իրավիճակը հասել է նույնիսկ կառավարությունում են քննարկում արդեն։ Հիմա տեսեք, վարչապետը ինչ է ասում։ Ներկայացուցիչը։ Ինչ է ասում։ Ասում է, որ այո, կա այդպես մենք պետք է գնահատենք բիզնես անողներին, հարկ վճարողներ, չէ՞ որ այդ հարկերի հաշվին եք դուք ապրում, շրջում, պարգևավճարներ ստանում, պետություն պահում եւ այլն։ Հիմա դուք եթե հարկատուին այդ ձևով նեղացնում եք, հարկատուն փակում է բիզնեսը, դուք գնալով այդ ամեն ինչը փոքրացնում եք եւ շատ փոքր քանակ է մնալու այդ հարկատուների։ Հետեւաբար հարկ վճարող չի լինելու։ Ստիպված այդ ամեն ինչը դուք պարտքերի հաշվին անեք եւ դրա համար ով է պատասխան տալու։ Այսինքն հնարավոր չի, ճիշտ է, օրինակ կառավարության ղեկավարը այսպեսի արտահայտություն արեց, որ պետք է հրավիրել եւ բարի դրացիական մթնոլորտում հասկանալ ինչն է մթնոլորտը, բա հրավիրեք, բախի չեք անում։ Բա դուք գլխից ասում եք սիրո եւ համերաշխության պետություն ենք, բան եւ այլն։ Դե հիմա հրավիրեք այն մարդկանց, ում որ նեղացրել են, ով որ համարում է, որ սխալ են իրենց նկատմամբ, եւ կանչեք այն մարդկանց, ովքեր այդ դա արել են, ու նստեք հասկացեք մի հատ ինչ է կատարվում։ Բայց ահռելի կառավարությունը պահում եք, այդ տարբեր ոլորտների նախարարներ եք պահում, բան եւ այլն։ Բայց ձեր այդ սիրո մթնոլորտը, համերաշխության մթնոլորտը ո՞նց է արտահայտվում։ Ձեր մոտ մենակ բանով է արտահայտվում, լծակով, լծակներ, այնպես տպավորություն է, որ Հայաստանում որևէ այլ նախարարություն գոյություն չունի, բացի ոստիկանությունից, ԱԱԾ-ից եւ այլն, այդ կարգի, մենակ դրանով են զբաղված։ Այդ մարմինների աշխատանքը սրա վրա ուղարկեն, նրա վրա ուղարկեն եւ էսը։ Բայց վարչապետը ասում է բանը, պետք է հրավիրել սիրո եւ համերաշխության բանը
բարեկամության մթնոլորտում քննարկել այդ հարցը եւ հասկանալ, որովհետեւ ինքն էլ է հասկանում, որ էսի տարբերակ չի, էս ճանապարհ չի։ Էս տանում է ուղիղ փակուղի վերջում պայթելու է մեջտեղից էս ամեն ինչը։ Չնայած կառավարության մեջ որոշ անդամներ կան, որոնք շատ լավ են վերաբերվում, համենայն դեպս adekvat են։ Օրինակ վերջերս ես տեսա, որ արդարադատության նախարարը քաղաքական ուժերից մեկի պարոն Հայրիկյանի ընդվզումը որ եղավ, ինքը հրավիրեց քննարկել, ինչ քննարկեցին, ինչ որոշեցին, այդ դնենք մի կողմ, հարցը դա չի։ Հարցը նա է, որ քաղաքական ուժը երբ որ ինչ-որ բան է ասում, նախարարը դա ընդունում է եւ նստում են, քննարկում են իրար հետ։ Հնարավոր չի, որ բոլոր մնացած նախարարություններն նույն ձևի աշխատեն։ Հնարավոր է, չէ՞։ Ուղղակի կառուցողական մոտեցում է։ Իհարկե կառուցողական է, որովհետեւ դա բխում է մեր երկրի շահերից։ Կարևոր չի, ես նորից եմ կրկնում, ինչ պատասխանեց։ Ասենք կոնկրետ հիմա այս դեպքի մասին խոսենք, ասենք Հայրիկյանը ներկայացրեց սահմանադրության իր նախագիծը, մարդը լսեց, քննարկեն իրար հետ, գուցե իրան կապացուցեն, որ դա տես չի, ասեն, որ պարոն Հայրիկյան, մենք հաշվի ենք առնում ձեր ամբողջ այդ փառահեղ անցյալը, որ անկախության համար տարիներ անցկացրել եք բանտերում, դուք այն քաղաքական գործիչն եք, որ ամերիկյան սենատորներն ու կոնգրեսականները, ասենք, ձեր կողքը կանգնում, նկարվում էին, ձեր ձեռքը սխվում էին, բան եւ այլն։ Այդ ցախ դնենք մի կողմ, բայց այս հարցի հետ կապված դուք գիտեք, այստեղ սխալ եք։ Կարելի է չէ՞ տենց անել։ Ասելու այստեղ սխալ եք, ինքն էլ կապացուցի, որ չէ, սխալ չեմ։ Գիտեք, դուք լավ չեք պատկերացնում, եկեք հələ սենց անենք ու արդյունքում կարող է այդ կողմը, հակառակ կողմը, իշխանական կողմը ընդունի, որ իրոք ճիշտ բան է ասում։ Այդ ճիշտը հո ինքը չի առաջարկում, որ եկեք այս սահմանադրությունը ընդունենք, որ ես լավ ապրեմ։ Ինքը ասում է եկեք սահմանադրությունը ընդունենք, որ Հայաստանը դառնա աշխարհում թիվ 1 երկիր է ժողովրդավարության առումով, որ դուք իրականում ոչ թե կեղծ ասեք մենք ժողովրդավարության բաստիոն ենք, այլ իրականում ասեք այո, մենք ժողովրդավարության բաստիոն ենք։ Եվ այն մարդիկ, ովքեր տեսնեն, ովքեր են հեղինակները, հավատան, որ դա այդպես է, որովհետև իրանք կյանքով են դա ցույց տվել։ Դա Հայաստանի համար լավ չի լինելու, լավ է չէ լինելու։ Հետևաբար, եթե այդպես եք աշխատում, երկրի համար եք աշխատում, եթե դա դուք անընդհատ խոչընդոտում եք, դուք ձեր համար եք աշխատում ուղղակի։ Դուք ուզում եք դուք լավ ապրեք, բոլորը վատ։ Հետևաբար բերելու է այս իրավիճակին, երբ որ աշխատող բիզնեսին ոչնչացնելու եք, որ դուք 2 կոպեկ ավել փող բերեք, ստանաք այդ պարգևավճարները, որը հաջորդ ամիս չի լինելու արդեն, որովհետև այդ բիզնեսը արդեն չի լինի։ Այս տնտեսության մասով իմ պատկերացումները այսպեսին են։ Բարի պարոն Ավետիսյան, քանի որ մեր ժամանակը սպառվել է, մյուս հարցերը կքննարկենք հաջորդ շաբաթ, մեր հետևորդներին էլ ասենք լավ մնացեք ուժով, Աստված ձեզ պահապան։